Բարև ձեզ։ Թանկագիններ, այսօր շարունակում ենք Ծննդոց գրքի մեր ճամփորդությունը 42 եւ 43 գլուխները։ Հովսեփի եղբայրները գալիս են Եգիպտոս։ Սովը սկսվեց ամբողջ երկրում։ Քանանում նույնպես սով էր։ Եվ Հակոբը ասեց իր որդիներին. Ինչու եք իրար նայում։ Գնացեք Եգիպտոս եւ այնտեղից հաց գնեք, որպեսզի ապրենք եւ չմեռնենք։ Այսպես Հովսեփի 10 եղբայրները գնացին Եգիպտոս, բայց Բենյամինը Հակոբը չուղարկեց, որովհետև վախենում էր, որ նրան նույնպես մի դժբախտություն կարող է պատահել։ Երբ եղբայրները եկան Եգիպտոս, նրանք խոնարհվեցին երկրի կառավարչի առաջ։ Այդ կառավարիչը Հովսեփն էր, բայց նրանք չճանաչեցին։ Հովսեփը ճանաչեց նրանց եւ հիշեց իր երիտասարդության երազները, երբ եղբայրները խոնարհվում էին իր առաջ։ Այսպիսով Աստծո խոսքը սկսեց կատարվել։ Հովսեփը նրանց հետ կոշտ խոսեց եւ ասեց. Դուք լրտեսներ եք, եկել եք տեսնելու մեր երկրի թուլությունը։ Եղբայրները պատասխանեցին. Ոչ, մենք ազնիվ մարդիկ ենք, մենք բոլորս մեկ հոր որդիներ ենք, մեզանից մեկը մնացել է հայրիկի մոտ, իսկ մյուսը այլևս չկա։ Նրանք խոսում էին Հովսեփի մասին, կարծելով, թե նա մահացել է։ Հովսեփը որոշեց փորձել նրանց սրտերը։ Նա նրանցից մեկին շմավոնին պահեց բանտում եւ ասեց, որ մյուսները գնան տուն եւ երբ բերեն իրենց կրտսեր եղբորը Բենյամինին, նա նրանց կհավատա։ Եվ նրանք գնացին, ճանապարհին տեսան, որ իրենց վճարած արծաթը կրկին իրենց պարկերի մեջ է։ Նրանք վախեցան եւ ասեցին. Ինչ է սա, որ Աստված արեց մեզ հետ։ Նրանց խիղճը սկսեց խոսել։ Նրանք հիշեցին այն օրը, երբ վաճառեցին Հովսեփին եւ ասեցին. մենք մեղավոր ենք մեր եղբոր հանդեպ։ Այսպիսով տարիներ անց նրանց սրտերը սկսեցին արթնանալ։ Ծննդոց 43-ը Բենյամինը գալիս է Եգիպտոս։ Սովը շարունակվեց եւ հացը վերջացավ։ Հակոբը կրկին ասեց իր որդիներին, որ գնան Եգիպտոս, բայց նրանք ասեցին. Այդ մարդը, հայր, ասեց, որ եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ չգա, մենք նրա երեսը չենք տեսնի։ Վերջում Հուդան պատասխանատվություն վերցրեց Բենյամինի համար եւ խոստացավ նրան հետ բերել։ Այսպիսով նրանք վերցրեցին նվերները եւ գնացին Եգիպտոս։ Երբ Հովսեփը տեսավ Բենյամինին, նրա սիրտը լցվեց սիրով։ Նա դժվարությամբ էր պահում իր զգացմունքները եւ մի պահ դուրս եկավ լացելու։ Հետո նա վերադարձավ եւ ճաշ պատրաստել տվեց իր եղբայրների համար։ Բենյամինի բաժինը 5 անգամ ավելի մեծ էր, քան մյուսինը։ Այսպիսով Հովսեփը շարունակում էր փորձել նրանց սրտերը։ Ավելի խոր բացատրություն, թե ինչպես է այստեղ երևում Հիսուս Քրիստոսը։ Այս պատմությունը շատ խոր կերպով ցույց է տալիս Հիսուսի կերպարը։ Մերժված եղբայր, փրկիչ։ Հովսեփը մերժվեց իր եղբայրների կողմից եւ վաճառվեց ստրկության։ Նույնպես Հիսուսը մերժվեց իր ժողովրդի կողմից։ Իր սեփականների մոտ եկավ եւ իրենները նրան չընդունեցին։ Հովհաննեսի 1:11։ Բայց վերջում հենց Հովսեփն էր, որ փրկեց նրանց կյանքը։
Նույնպես Հիսուսն է փրկում մեզ։ Երբ եղբայրները հանդիպեցին Հովսեփին, նրանք չճանաչեցին նրան։ Այսօր նույնպես շատ մարդիկ չեն ճանաչում Քրիստոսին, թեև նա կանգնած է նրանց առաջ։ Բայց գալիս է մի ժամանակ, երբ աչքերը բացվում են։ Եվ նրանց աչքերը բացվեցին, Ղուկաս 24:31։ Արծաթը պարկերի մեջ։ Հովսեփը նրանց արծաթը հետ ուղարկեց։ Սա խորհրդանշում է շնորհը։ Փրկությունը հնարավոր չէ գնել։ Եփեսացիս 2:7-ն ասում է, որ շնորհով ենք փրկված հավատով, եւ դա մեզնից չի, այլ Աստծո պարգևն է, այսինքն նվերն է։ Մեր սովորելիքը եւ կիրառումը հետեւյալներն են։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է 3 կարևոր բան։ Աստված աշխատում է նույնիսկ մեր սխալների միջով։ Եղբայրները մեծ մեղք էին գործել, բայց Աստված այդ պատմությունը օգտագործեց փրկության համար։ Հռոմեացիս 8:28-ն ասում է, որ Աստված իրեն սիրողներին չարիքը բարիքի կդարձնի։ Աստված կարող է փոխել մարդու սիրտը։ Տարիներ անց նրանց խիղճը սկսեց խոսել։ Աստված կարող է փոխել նաև մեր սրտերը։ Աստված ունի կատարյալ ժամանակ։ Հովսեփը սպասեց երկար տարիներ, մինչև իր երազները կատարվեցին։ Հիմա ուզում եմ հարց ուղղել։ Դու ինչպես ես տեսնում Հիսուս Քրիստոսին այս գլուխներում։ Գրեք ձեր մտորումները, ձեր մեկնաբանությունները, ձեր դիտարկումները կարող են օրհնություն լինել նաև ուրիշների համար։ Եթե այս ուսուցումները օրհնություն եղան ձեզ համար, կիսվեք ձեր ընկերների հետ եւ շարունակենք մեր ճամփորդությունը ծննդոցից մինչև հայտնություն։ Եկեք աղոթքով ավարտենք։ Տեր Հիսուս Քրիստոս, շնորհակալ ենք քո խոսքի համար, շնորհակալ ենք, որ ամբողջ Աստվածաշունչը խոսում է քո մասին։ Բացիր մեր աչքերը, որպեսզի տեսնենք քեզ յուրաքանչյուր գրքի մեջ, յուրաքանչյուր գրքում։ Օգնիր մեզ վստահել քեզ նույնիսկ այն ժամանակ, երբ չենք հասկանում մեր կյանքի ճանապարհը։ Թող մեր սրտերը փոխվեն քո ներկայությամբ, Տեր։ Հիսուսի անունով եմ խնդրում, Հայր։ Ամեն։ Սիրելիներ, Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը, կհանդիպենք հաջորդ գլուխներում։ Եղեք օրհնված։